Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալի ինստագրամյան էջում պարբերաբար հրապարակվում են թարմ տեսանյութեր ու լուսանկարներ նկարահանման ընթացքից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալի դերասանական կազմին միանալու է ևս մեկ գեղեցկուհի։ Թե ով է լինելու նոր դերասանուհին, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ հեռուստադիտողներից ոմանք արդեն կռահել են նոր դերասանուհու անունը։ Նա մարմնավորելու է Գոռի անցյալ սերուն։ Արամը Գոռին պատմում է, որ նրա սերն, ով անցյալում կատարել է ծանր հանցագործություն, այսպես ասած հարբած նստել է ավտոմեքենայի ղեկին և պատճառ դարձել մարդու մահվան, դուրս է եկել բանտից և ազատության մեջ է։ Սա նշանակում է, որ նոր ինտրիգներ են լինելու և Գոռն ու Սառան երկար չհասցրեցին վայելել իրենց սերը։ Իսկ թե ինչպիսի ընթացք է ունենալու այս ամենը, ցույց կտա ժամանակը, մինչ այդ հեռուստասերիալում նոր զարգացումներ են, նոր հետաքրքիր ինտրիգներ։ Սարոյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնց մասին տեղյակ չեն նրա ընտանիքի անդամները։ Նա կտակ է գրել, որ ամբողջ կարողությունը կտակել է հենց Սառային։ Արդյոք դա արդարացի է, թե ոչ, ցույց կտա ժամանակը, ինչպես կվարվի Սառան այդ ամբողջ ունեցվածքի հետ, և արդյոք քույրերը չեն ընդդիմանա, որ ամբողջ ունեցվածքը կտակվել է Սառային և արդյոք չեն լարվի իրար դեմ, կիմանաք հետևելով մեր ալիքին ու բացահայտելով ամենահետաքրքիր ինտրիգները։ Գոռի համար անակնկալ էր իմանալով, որ այդ աղջիկը դուրս է եկել ազատություն և բնականաբար ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջինը նա հանդիպելու է Արամի հետ և այդ լուսանկարն արդեն համացանցում էր։ Իսկ դուք ինչ եք կարծում, ով է նոր դերասանուհին և արդյոք դրական թե բացասական կերպար է։ Էլի Գոռն ու Սառան իրարից բաժանվելու են։ Գրեք ձեր կարծիքները։ Յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար ու դիտեք տեսանյութեր հետաքրքիր նկարահանումներ։ Եթերում ինչպես պատրաստել սուրճ, երբ չկան պայմաններ, հաղորդաշարն է, եւ այսօր մենք պատրաստում ենք սուրճ խարույկի վրա։ Կմեկնաբանեք ձեր գործունեությունը։ Когда костер разгорается, кофе готов։ Շնորհակալություն, կհանդիպենք մյուս դասին։ Ասենք հիմա ես ինչ ասեմ ես մարդուն։ Թափ տուն ամենը։ Բարի օր բոլորին։ Այնքան եմ սիրում այգու նկարահանումները, ոնց որ բոլորս ինչ որ հատուկ ֆիլտրերով լինենք։ Գումարած դրան այս մաքուր օդը, գումարած դրան այն, որ այսօր ընդհանրապես անձրև չի գալու։ Հավասար է երջանիկ օր։ Հոգուճիչ կերպարիցս Ռեբեկայից։ Ուրեմն ես մեր YouTube-յան կոմենտ գրող մասան ինձ թվում է լրիվ ուրիշ իրականության մեջ ապրում, որովհետև հիմա բացատրեմ թե ինչի։ Ուրեմն ես իմ կերպարը Ռեբեկան, այսօրվա արդեն անոնսում, իր մայրիկին ասում եմ մամ ջան, նայ։ Ուրեմն քո մեծ աղջիկը, նույն ինքը Սառան, արդեն 148 սերիա է, ապրում է խղճի խայթով, մտածելով, որ կերպարներից մեկին, Էմիլին, ինքն է սպանել, ոչ թե սպանել է, այլ Էմիլի ինքն է սպանել եղել իր պատճառով։ Ու այդ աղջիկը տես ծանրացած խղճում ապրում է արդեն 48 սերիա։ Так вот, հիմա ասում եմ մամ ջան, գնա ասա, որ Սառան կապ չունի այդ սպանության հետ, Էմիլի մահվան հետ ոչ մի կապ չունի, թող այդ աղջիկը վերջապես հանգիստ ապրի, երջանիկ լինի։ Եվ YouTube-յան կոմենտները այդ հարցի շուրջ։ Վայ թաղեմ քեզ Ռեբեկա, վայ ում տեղն ես դու քեզ, վայ փչացածի մեկը հանայքի։ Մաս երկրորդ։ Ուրեմն, այս մեր հայրը Միսակը այդքան բարի պտուղ չէր մյուսների համար, բայց դա մեր հայրն էր։ Մեզ լավ էր նայի տարբերություն մեր մորը Նարինեին նա ամբողջ մանկության ընթացքում մեր կողքին է եղել, ուշադիր է եղել մեզ եւ այլն եւ այլն։ Ուրեմն, այս մեր հորը սպանում են ու ով որ սպանել է, իր տղան գալիս է որ ամուսնանա իմ փոքր քրոջ հետ։ Իմ չէ Ռեբեկայի։ Այս Ռեբեկան գժվում է։ Ասում է, չէ, ոչ մի դեպքում ով որ հորը սպանել է, իր տղեն չպիտի իմ քրոջ հետ ամուսնանա եւ այլն եւ այլն։ Մյուս կերպարները համաձայն են։ Ասում են, օքեյ, պրոբլեմ չկա, Միսակին է սպանել։ Բարի գալուստ մեր ընտանիք տղա ջան։ Հիմա հարց։ Как бы Ռեբեկա adekvatная
adekvatն է, ինձ թվում է ես էլ տենց կանեի, ով ուզում է լինի, հաստատ տենց կաներ։ Գուշակեք կոմենտները ինչի մասին են։ Վայ թաղեմ ես քեզ Ռեբեկա դու խի ես քիթը։ Մաս 3։ Այս Ռեբեկայից նշանածը, նույն ինքը Վահեն, մեռնում է։ Այս Ռեբեկան իրան կոտորում, տարապում, տանջվում եւ այլն, դեսախ գրում են, վայ ինչ մեղ կա Ռեբեկան եւ այլն։ Անցնում է մի ամիս։ Հայտնվում է նոր կերպար, նույն ինքը Արամը։ Սկսում է Ռեբեկային հետապնդել, ինչ-որ կոմպլիմենտներ անել, ինչ-որ հետաքրքիր փորձել ժամանակ անցկացնել Ռեբեկայի հետ եւ այլն։ Ռեբեկան բնականաբար Արամին ոչ մի ուշադրություն, 0, նույնիսկ նյարդայնանում է, որ անընդհատ Արամը իրան փորձում է հետապնդի, փորձում է կապի դուրս գա հետը, տան տեղն է ճշտում, հեռախոսի համարն է ճշտում, նորմալ է, այդ աղջիկը մի ամիս առաջ նշանացին կորցրել։ Կոմենտները. Թաղեմ քեզ Ռեբեկա, այդ տղունքի ես նեղացնում, այդ դու տենց լավն ես ինքը վատնա, հա։ Առակս ինչ կուսուցան է, յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում թաղեք Ռեբեկային։